15 կիլովատ տեղակայված հզորությամբ արևային ֆոտովոլտային այս կայանը Արևորդի բնապահպանական հասարակական կազմակերպությունը Վայքի մանկապատանեկան մարզադպրոցում տեղադրել է Յուքոմի աջակցությամբ։ Նախկինում համայնքային միջոցներով մարզադպրոցում տեղադրված 5 կիլովատ հզորությամբ արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան չէր բավարարում հաստատության ջեռուցման և օդափոխության կարիքները, մինչդեռ նոր կայանի գործարկմամբ մարզադպրոցը կկարողանա իր էլեկտրաէներգիայի պահանջարկը գրեթե ամբողջությամբ ապահովել սեփական արտադրությամբ։ Յուկոմում շատ հստակ միտք կա, գաղափարախոսություն կա, այն է, որ կանաչ տեխնոլոգիան պետք է ներդրվի, որ ինքը արդարացնի այլ ուրիշ արդյունքներ։ Մեր սպորտ դպրոցում մոտ 400 աշակերտ ունենք, սպորտ դպրոցը միշտ լավ հաղթանակներ է ունեցել, շատ կարևոր նախաձեռնություններ համայնքի համար։ Կայուն և հասանելի էներգիայի առկայությունը հնարավորություն կտա նվազեցնել մարզադպրոցի ընթացիկ ծախսերը և խնայված միջոցներն ուղղել երեխաների համար մարզումների առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը։ Միաժամանակ կայանը կնպաստի հաստատության էներգետիկ ինքնաբավության բարձրացմանն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը։ Թե Յուքոմը, թե Արևորդին ունեն հիմնական ընդհանուր մի տեսլական, ինչը եթե ամփոփեմ մի նախադասության մեջ, այն է, որ բնապահպանության մասին հոգատարությունը պետք է սովորեցնենք շատ ավելի վաղ տարիքից։ Եվ նաև բնապահպանության մասին խոսելը պետք է լինի կայուն եւ ինֆրաստրուկտուրայի տեսանկյունից ավելի զարգացած համայնքներում։ Այս ներդրումներն են, որ բավականին մեծ կայունություն են մտցնում երեխաների կյանքում, կյանքի որակ են փոխում եւ կարծում եմ 1-2 տարի հետո այցելենք այստեղ, կտեսնենք ինչքան ավելի շատ է փոխվել։ Յուքոմի և Արևորդի հասարակական կազմակերպության համագործակցության 4 տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 18 արևային կայան Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում և ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։